Բարև ձեզ։ Ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի ճանապարհին յուրաքանչյուր հայի ուղեկցում է ոչ միայն գենետիկ ցավն ու տխրությունը, այլ նաև պահանջատիրության զգացումը։ Այս տարի առավել քան երբևէ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը անզիջում պայքարի, ցասման, մեր հիշողության ու պատմական արդարության դեմ ոտնձգություններ թույլ տվող գործող իշխանությանը ոչ հասելու առիթ է։ Նախ մասնագետների պնդմամբ անհարկի եւ անփույթ վերանորոգում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պետական արարողակարգով օտարերկրյա պաշտոնյաներին հուշահամալիր ուղեկցելու տարիների ընդունված կարգի չեղարկում եւ ամենասարսափելին երիտթուրքերի կողմից իրականացված հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու փորձ, այն էլ միջազգային հարթակներում։ Ինչու 2021 թվականին Փաշինյանը վստահ էր, որ հայերի ցեղասպանության հեղինակը երիտթուրքական կառավարությունն է, իսկ 26-ին երկմտում է, ասելով, որ դեռ պետք է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Արդյոք ներկայիս իշխանությունը կանխամտածված է ջուր լցնում թուրքական դարավոր երազանքի ջրաղացին։ Ինչու, ինչ նպատակով եւ ինչ վտանգներով է հղի այս ոչ հայամետ քաղաքականությունը։ Այս հարցերի շուրջ ենք այսօր Հայրենիք մեդիայի եթերում զրուցելու Հայեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի անդամ, Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան, շնորհակալ եմ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ։ Իհարկե ոչ լավ առիթով է։ Այո, ինչպես գրեթե վերջին հարցազրույցները վերջին շրջանում։ Համեմատություններ տանենք սկզբում Փաշինյանի 5 տարվա եւ այս տարվա ելույթների միջև։ Ինչպես արդեն նախաբանում ասվեց, 21 թվականին նա չէր երկմտում մեղավորներ, չէր փնտրում, որովհետեւ հստակ էին ցեղասպանության մեջ մեղադրվողները։ Այսօր նախ ուզում է հասկանալ, թե ինչու միջև 50-ականները չկար օրակարգում, հիմա բերվեց, հետո ուզում է փորփրել պատմությունը եւ հասկանալ ինչու եւ ինչպես եղավ ցեղասպանությունը։ Ինչ է այս ամենը նշանակում։ Գիտեք, նախ կուզեմ մի քիչ շատ անձնական ասեմ մի բան, գտնվում ենք Երկիր մեդիայի տաղավարում, որտեղ Հայրենիք մեդիայի հարցազրույցներն եք վարում, երբ բարեբախտություն չասեմ, բայց ունեցել եմ բարեբախտություն այստեղ լուրերի պատասխանատու լինել մի ամբողջ երկար ժամանակաշրջան, երբ որ հայ ժողովուրդը միասնական, Հայաստանի իշխանություններ, Հայաստանի ժողովուրդ, հայկական դիվանագիտություն, սփյուռք, մեր ազգային կառույցներ, լոբիստական կառույցներ համատեղ համահայկական ջանքերով միջազգային ասպարեզում խոսում էին հայոց ցեղասպանության մասին ու ես միշտ հիշեցնում եմ այդ մի դեպք 2006 թվականին անգամ թուրք հայտնի հրապարակախոս լրագրող հասարակական գործիչ Մեհմեդ Ալի Բիրանդը իր խմբագրականը վերնագրել էր հայկական ցունամի։ Իրականում հայ ժողովրդի իրավունքների վերատիրացման համար պայքարը այնպիսի համահայկական տարողություն էր ստացել, որ թուրքերի համար դա ուղղակի աղետ էր, դա ուղղակի սարսափ էր ու Բիլանդը իր խմբագրականում չարախնդում է, որ այսքան միլիոններ ծախսում է թուրքական պետությունը, բայց չի կարողանում դեմն առնել հայության ու զգուշացնում է, որ գալու է հայկական ցունամի։ Ցավոք սրտի հիմա լրիվ ուրիշ զգացողությամբ եմ տաղավարում, երբ որ քիչ առաջ գործընկերների հետ խոսում էի, ապրիլ 24-ին ավանդաբար դեռ խորհրդային Հայաստանի ժամանակներից եկել է ավանդաբար մի ավանդույթ լրատվության մեջ, որ ապրիլ 24-ը լայվ սփռվում է վաղ առավոտվանից մինչև գիշեր եւ երեք հայտնի դարձավ, որ եւ դա իրականացնում է Հայաստանի հարկատուների փողերով սնվող Հայաստանի հանրային հեռուստատեսությունը։ Մեկ էլ հայտնի դարձավ, որ վաղը ապրիլի 24-ին հեռարձակումը կարճ ժամանակով են անելու, մենակ պաշտոնական պատվիրակության այցն են ներկայացնելու եւ դրանից հետո հայ ժողովրդին կտրելու են ամբողջ օրը Ծիծեռնակաբերդի այդ 100 հազարավոր մարդկանց հոսքին հետևելու հնարավորությունից ու իրականությունից։ Ու քանի որ գտնվում է ամերիկահայության համար սփռվող հաղորդման տաղավարում, սա կարծում եմ շատ կարևոր մի իրողություն է։ Եվ եթե Միացյալ Նահանգներում Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը գովազդ է աշխատում, փող է աշխատում, բայց ամբողջ աշխարհում հայությանը զրկում է Ծիծեռնակաբերդից ամբողջ օրը հետևելու, Միացյալ Նահանգներում ապրող մեր ամեն մի հայրենակից պետք է հասկանա, թե ում հետ գործ ունի
եւ ըստ արժանավորը պատասխանի։ Սա Հայաստանի իշխանությունների ամբողջ քաղաքականության մասն է, ուրացման մասն է կազմում։ Ինչ վերաբերում է Փաշինյանի ապրիլ 24-յան ուղերձներին, դեռ հայտնի չէ թե ինչ ուղերձ է եղել ու դրան չեմ անդրադառնա, բայց ենթադրելի է Հայաստանի իշխանությունների այն բառապաշարը, որ կա, բայց բոլոր հարցերում է Փաշինյանը այդպես։ Հայաստանի անկախության հռչակագրի հարցում է այդպես, հայ առաքելական եկեղեցում է այդպես, ազգային հարցերում է այդպես, Թուրքիայի հակահայ քաղաքականության հարցերում է այդպես, Ադրբեջանի հայաջինջ քաղաքականության հարցերում, բոլոր հարցերում ինքը այս տարիների ընթացքում 180 աստիճան փոխել է կարծիքը։ Իրականում ոչ թե փոխել է կարծիքը, այլ հիմա շատ ավելի սեփական դիմակն է պատռում, թե կեղտիկով գալով իշխանության ինչ հետի նպատակներ էր հետապնդում, վերացնել ազգայինը, վերացնել հոգևորը, վերացնել մեր ժողովրդի անժամանցելի իրավունքների հիշողությունը, պատմությունը, կտրել հայությանը եւ Հայաստան արմատներից։ Եվ իրականում այսօր իրականացնում է այդ շտամական քաղաքականությունը։ Պարոն Մանուկյան, Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու եւ հարաբերությունները կարգավորելու համար միշտ էլ բոլոր ժամանակներում էլ նախապայմաններ է թելադրել, ինչը ըստ միջազգային նորմերի ակնհայտ արդեն իսկ հա թշնամանքի դրսևորում է։ Դե բոլորին հայտնի է, որ նախապայմաններից առաջինը հենց ցեղասպանության միջազգային ճանաչմանը խոչընդոտելն էր, Հայաստան-Սփյուռք կապերի թուլացումը, Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի վրա, ինչպես արդեն գիտենք, վերջին երկու կետերը Փաշինյանը անթերի կատարել է։ Հիմա սա թուրք-ադրբեջանական օրակարգի, հա, այս հերթական նախապայմանն է ուրացումը ցեղասպանության։ Միակ նախապայմանն այս բանը։ Բոլոր տարիներին Թուրքիան թշնամական իր գործողություններով շրջափակելով Հայաստանը միշտ առաջ է քաշել ձեր հիշատակած նախապայմանները։ Եվ երբ որ 2022 թվականին սկսվեցին Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ թուրք բանագնաց Քլաչի բանակցությունները, առաջին իսկ պայից շտապեցին երկու կողմով գրավոր հայտարարել, որ առանց նախապայմանների է։ Բայց այդ ժամանակ եւ Դաշնակցությունը եւ Հայաստան Դաշինքը ընդդիմությունը պնդում էին, որ Թուրքիան շարունակում է նախապայմաններ քաշել։ Ցավոք սրտի այդ նախապայմանները քիչ-քիչ բուն նախապայմանները վերանում էին։ Արցախի օկուպացիայի, ազատագրված տարածքներից ընդհանրապես հայկական զորքերի հետ քաշում եւ հայոց ցեղասպանության հարցը այդ նախապայմաններից մեկն էր եւ Թուրքիան այդ հարցում շարունակում էր հետևողական լինել եւ իրականում գալիս հասել է միտեղ, որ ոչ թե Թուրքիան պարտավորված է լինում հրապարակային իր նախապայմանները առաջ քաշել, այլ Հայաստանում այն իշխող խմբակը, որը կա, ենթագիտակցորեն սկսում է կատարել թուրքական նախապայմանները։ Բայց ելի կրկնում եմ, Թուրքիան այս հարցում Հայաստանի դեմ իր շտամական գործողությունները դադարեցնելու հարցում կանգ չի առնելու, պատական չի։ Օրերս Ստամբուլում աշխարհի խորհրդարանների պատվիրակությունների համաժողով Ալեքս Սիմոնովը ստիպված ասկեն, որովհետև քաղաքական դիվանագիտական մուրացկանի պես նրանք ակնկալում էին, որ մինչև Հայաստանում խորհրդարանական ընտրությունները Թուրքիան մի փոքր տեղաշարժ կանի, որպեսզի այստեղ կարողանան խաբել Հայաստանի քաղաքացիներին, անգամ դա չարեց եւ շարունակում է հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան պայմանավորել, կապել Ադրբեջան-Հայաստան հարցում եւ Ալեքս Սիմոնյանը սկսել է իբր դժգոհել, թե ադրբեջանական լոբինգը դեր է ունենում։ Իրականում ադրբեջանական լոբինգը չի, թուրք-ադրբեջանական քաղաքական պետական տանդեմն է, որ աշխատում է Հայաստանի դեմ։ Եվ սպառնալիքը վտանգները շատ ավելի մեծ են, որ առաջիկայում իշխանությունները շատ ավելի զիջումներ են գնալու։ Հիմա չեմ ուզենա այս թեման տեղափոխել Հայաստանում ընտրական թեմայի, բայց չուզենք, որովհետև Հայաստանում քաղաքական այս կամ այն ուժի հաղթանակի ընտրություն չի։ Հայաստանում հունիսի 7-ին հայի եւ ոչ հայի ընտրությունը, որովհետև այս ոչ հայ իշխանության հաղթանակի դեպքում հաջորդ քայլը սահմանադրության փոփոխությունը, անկախության հռչակագրի հանումն է սահմանադրությունից, որը ինքնին այդտեղ խնդրահարույց հարցերը եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար Արցախի Հայաստանի վերամիավորման
դեկտեմբերի 1-ի հայտարարությանը զուգահեռ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի ամրագրումն է որպես հիմքը հայոց պետականության։ Այնքան է Հայաստանի իշխանությունը վախվորած, նույնիսկ անկախության հռչակագրում ձևակերպում է հետևյալը. Օսմանյան կայսրությունում եւ Արևմտյան Հայաստանում 1915 թվականի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդում։ Նույնիսկ այդտեղ Արևմտյան Հայաստան ձևակերպումը այս իշխանությունները փորձում են մոլորեցնել քաղաքացիներին, այնքան են վախեցած, որ վայ տեսեք Արևմտյան Հայաստան, որ ձևակերպում տվել են, դա նշանակում է տարածքային պահանջ Թուրքիայի։ Համաշխարհային պատմագիտության մեջ բազմաթիվ են դեպքերը հայկական բարձրավանդակ, Արևմտյան Հայաստան, հայկական տարածքներ, նույնիսկ փորձում են ջնջել պատմություն։ Պարոն Մանուկյան, ինչպես դուք ինքներդ էլ ասացիք, այո, Թուրքիան այսքան նախապայմաններից գրեթե բոլոր նախապայմաններից հետո, կատարումից հետո Հայաստանի ոչ մի ընդառաջ քայլ չի անում, բայց նույն Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում տեսանելի ակնհայտ խոչընդոտ չկա։ Այստեղ կա վտանգ, որ գուցե փակ դռների ետևում գործող իշխանությունը շատ ավելի խոստումներ տված լինի, շատ ավելի քայլեր իրականացրած լինի, որ դեռ մեզանից գաղտնի է պահվում։ Քանի որ այսքան վստահ չի բացառվում, որտեղ նույն տրամաբանությունը եւ նույն համակարգը գործում է հայ-ադրբեջանական հարաբերություններում, երբ որ բացի հրապարակում եղած պայմանավորվածություններից կամ բանակցող կետերից անխոս փակ դռների ետևում հնչել են կան խոստումներ, որոնք իշխանությունը ամեն անգամ գունավոր փաթեթավոր ինչ-որ բառերի կույտով փորձում են հրամցնել Հայաստանի բնակչությանը եւ նույնը վերաբերվում է թուրք-ադրբեջանական հարաբերություններին եւ հրապարակային Հայաստանի իշխանությունների կողմից այդ բոլոր ուրացման հայտարարությունները, ցեղասպանություն, պահանջատիրություն, իրավունքներ, այս ամենը այդ անխոս կատարման մեջ է, բայց կրկնում եմ, այս իշխանությունը այնքան է վախվորած եւ այնքան է տարված սեփական վերարտադրության համար Թուրքիայից եւ Ադրբեջանից աջակցություն ստանալու, որ նույնիսկ առանց որևէ պահանջի ինքը գիտակցած գնում է այդ քայլերի։ Առանց որևէ պահանջի, Խորհրդային Միությունում կար մի անեկդոտ, մեկը սպիտակ թուղթ է փողոցում փակցնում պատին, ոստիկանը կանգնեցնում է, ասում է, սա ինչ է, ասում է, թռուցիկ է, ասում է, բայց բան չկա վրան գրած, ասում է, մեկա բոլորը գիտեն, այսինքն այս իշխանության գիտակցության մեջ արմատավորված է, թե ինչ են ցանկանում թուրքերը եւ ըստ այդմ էլ գործում։ Եվ պարոն Մանուկյան, հունիսի 7-ին Աստված ոչ արած թե, բայց վերընտրվելու դեպքում կկատարվեն թերևս վերջին երկու նախապայմանը Ադրբեջանի, մայրօրենքի փոփոխությունը, անկախության հռչակագրի հղումը չեղարկելը։ Այդ դեպքում, եթե վերընտրվի գործող իշխանությունը, ինչ սցենարների առաջ կարող է կանգնել մեր երկիրը, եթե իհարկե մեր երկիր խոսույթը դեռ արդիական լինի։ Պետք է ուղղակի մեր քաղաքական պայքարում եթեի տարբերակը բացառենք, որպեսի շարունակի գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետությունը, որպեսի հայությունը շարունակի արևի տակ, համաշխարհային արևի տակ տեղ ունենա, որովհետև առանց այն էլ 20 թվականի պատերազմից հետո այս բոլոր վերիվարումները այնպիսի բարոյական, քաղաքական, ուժական հարված են հասցրել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ հայ ժողովրդին ընդհանրապես, մեր հայկական ուժականությանը, հայկական կառույցներին, ձևավորված, կայացած տասնամյակներով ինքնության պայքար մղած Սփյուռքի մեր գաղթօջախներին, որ հիմա այդ ամենի կռիվն է, որովհետև դուք ասում եք երկու, այսպես ասեմ, ադրբեջանական պահանջ, բայց իրականում դա շատ ավելի լայն է, իրականում հայ ինքնության վերացման հարցն է, որ թշնամին հետապնդում է, որովհետև դրա մեջ եւ անկախության հռչակագիրը, դրա մեջ եւ ցեղասպանության հարցի ուրացումն է, դրա մեջ ոչ վերջին տեղում հայ առաքելական Սուրբ եկեղեցու ուղղակի ամբողջությամբ իմաստազրկելու, հեղինակազրկելու էլի ադրբեջանական պահանջն է։ Այսօր համաշխարհային հայության կյանքում մեկ-երկու կառույցներ են, որ համահայկական կարողականություն ունեն։ Եվ այդտեղ ուրանալի հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։
Ես նույնիսկ չեմ առանձնացնում Մայր աթոռը Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունից, Պոլսո պատրիարքությունից, Երուսաղեմի պատրիարքությունից, գիտեք, երբ որ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ այս իշխանությունը առաջին շրջանում սկսեց իր արշավը, տպավորություն է, որ շատ անձնավորված է Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Գարեգին Վեհափառի, բայց մենք հասկանում ենք խորքը ինչ էր, մեր առաքելական եկեղեցու այն դերակատարությունը, որ հարյուրամյակներ ունեցել է, տասնամյակներով ունեցել է, Արցախի հայաթափումից հետո այն եզակի կառույցներից էր, որ միջազգային բեմերում խոսում էր արցախայության մասին, Արցախում բռնագրաված մեր հոգևոր ժառանգության, եկեղեցիների պահպանության մասին, ու դա Ադրբեջանը ներկայացնում էր որպես ռևանշիզմ, այս իշխանությունը ադրբեջանական պահանջը կատարելով փորձում է բնաջնջել այդ ամեն ինչը, փորձում է իրականում, ես չեմ ծայրահեղացնում, բայց փորձում է հայ առաքելական եկեղեցով 4 նվիրապետական աթոռներով հայկական ինքնությունը վերացնել։ Եվ սա է մեծագույն սպառնալիքը, սա մեկ անձի, Վեհափառի, մեկ առանձին հոգևորականի դեմ պայքար չի, սա մեր ինքնության դեմ պայքար է։ Այո, որովհետև մեր հավատը միշտ անսասան է եղել, նույնիսկ երբ պետականություն չենք ունեցել եւ թիրախը հետեւաբար եկեղեցին է։ Բոլոր թշնամիների թիրախն էլ հայ առաքելական եկեղեցին, հայ հեղափոխական դաշնակցություն, ազգային, մշակութային հոգևոր կառույցներն են եւ կազմավորված Սփյուռքն է եւ պատահական չի, որ վերջին շրջանում նաեւ Սփյուռքի նկատմամբ շատ ավելի զորավոր հարված եւ Սփյուռքի ականավոր գործիչների, կառույցների դեմ ուղղակի բացահայտ խոսում է Հայաստանի իշխանությունը։ Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան, հուսամ հաջորդ հարցազրույցը ավելի բարի եւ լավ թեմաներով կլինի։ Հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ Հայրենիք մեդիայի բացառիկ հարցազրույցն էր եւ իմ զրուցակիցը Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի անդամ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանն էր։ Առողջ եղեք, կհանդիպենք։